Ջերմության հանկարծակի բարձրացում, չոր հազ, կոկորդի գլխի մկանների ու հոդերի ցավ, սրտխառնոց ու փսխում գրիպի հիմնական ախտանշաններն են։ Վերջին մեկ շաբաթում սուրշնչառական վարակներով բժշկական կենտրոններ է տեղափոխվել 453 մարդ, 90-ից ավելի տոկոսը մինչև 18 տարեկան։ Թոքաբորբով հոսպիտալացվել է 200-ից ավելի մարդ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալներն են։ Պետք է հետևել հակամաճարակային միջոցառումներին, եթե հիվանդը պետք չէ դուրս գալ տանից, խուսափեն սուրշնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ շփումներից, եթե դուրս եք գալի կրեք դիմակ։ Վարակվելուց մինչև հիվանդություն ընկած ժամանակահատվածը, որը հայտնի է որպես ինկուբացիոն շրջան, կարող է տևել 1-ից 4 օր։ Երեխաների մոտ առավել հաճախ դա պայմանավորված է գրիպի, կովիդի, ադենովիրուսի, ռեսպիրատոր սինցիալ վիրուսի հարուցիչներով։ Գրիպի դեպքում ախտանշանները ավելի կտրուկ են, ավելի սուր է սկիզբը, ջերմության բարձրացում, ֆեբրիլ թվերի մինչև 39-40 աստիճան, ինչը դժվար է ենթարկվում ջերմիչեցնողների։ Բարդությունների ավելի մեծ ռիսկի խմբերն են հղի կանայք, 5 տարեկանից ցածր երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդները։ Գրիպի ցածր ակտիվության ժամանակահատվածում շնչառական այլ վիրուսները կարող են նման լինել գրիպին։ Այժմ Հայաստանում շրջանառվում են գրիպի եւ շնչառական այլ վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսի, պարագրիպի եւ կորոնավիրուսի։ Լաբորատոր հաստատումը սովորաբար իրականացվում է անտիգենի ուղղակի հայտնաբերման, վիրուսի մեկուսացման կամ գրիպի հատուկ ՌՆԹ-ի բացահայտման միջոցով։ Կովիդի դեպքում քթահոսություն հարբուխի երևույթները ավելի շատ արտահայտված են եւ սկիզբը այդքան սուր չէ, ինչպես գրիպի դեպքում։ Եվ գրիպի եւ քովիդի ժամանակ երեխաները կարող են գանգատվել նաեւ փորլուծությունից։ Եթե կլինիկական նշանները չեն նահանջում, երեխան 2-3 օր ջերմում է, ջերմիչեցնողները չեն օգնում, պահպանվում է չոր հազը, պետք է դիմել բժշկի օգնությանը։ Հիվանդությունները կարող են առաջացնել մի շարք բարդություններ, ինչպիսին են թոքաբորբը, օտիտները, էնցեֆալիտները, որպեսզի զերծ մնան այդ բոլոր հնարավոր բարդություններից։ Հակավիրուսային դեղամիջոցները չեն վաճառվում առանց դեղատոմսի։ Դրանք տարբերվում են հակաբիոտիկներից, որոնք պայքարում են բակտերիալ վարակների դեմ։ Հակաբիոտիկները չեն գործում գրիպի վիրուսների դեմ։ Բժիշկները հիշեցնում են, բարդությունների կանխարգելման լավագույն միջոցը գրիպի տարեկան պատվաստումն է 6 ամսական եւ ավելի բարձր տարիքային խմբի յուրաքանչյուր անձի համար։ Հատկապես կարևոր է տարեկան պատվաստումն այն մարդկանց համար, որոնք ռիսկի խմբում են։ Նարնե Ղուկասյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։